Բարև ձեզ հարգելի բարեկամներ, Նյու Յորքի արձագանք հեռուստաընկերությունը սկսում է իր հերթական հաղորդումը։ Նշենք, որ մեր ծրագրերը կարող եք դիտել նաև YouTube-ով։ Նախքան սկսելը մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին։ Հավանեք, մեկնաբանեք, կիսվեք, եթե իհարկե ուզում եք, եւ միացրեք ծանոթությունների կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր ծրագրերը, քանզի դրանք պատրաստվում են ձեզ համար։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ն օգտագործում է Եվրամիություն անցնելու համար փորձում է իր բոլոր խնդիրները լուծել Ռուսաստանի հաշվին, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Վոլոդինը հավելել է, որ Փաշինյանը Հայաստանի քաղաքացիներին բաց չի ներկայացնում Եվրամիությանը անդամակցելու գործընթացը եւ թաքցնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները։ Վոլոդինի խոսքով դրանց թվում կարող է լինել բնակչության համար գազի գնի գրեթե քառակի աճը, Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների կտրուկ նվազումը, որոնք տարեկան կազմում են մոտ 4 միլիարդ դոլար, ինչպես նաև միգրացիոն արտոնությունների դադարեցումը։ Նրա պնդմամբ այդ դեպքում Ռուսաստանի տարածքում աշխատելու համար անհրաժեշտ կլինի օգտվել միայն արտոնագրային համակարգից։ Վոլոդինը նաև նշել է, որ կարող են դադարեցվել Հայաստանից Ռուսաստան իրականացվող ծաղիկների, հատապտուղների, մրգերի, բանջարեղենի, պղպեղի, ձկնամթերքի, ալկոհոլային արտադրանքի եւ հանքային ջրերի մատակարարումները։ Հայաստանին սպասում է Ուկրաինայի անհաջող փորձը, որից միանշանակ տուժելու է հայ ժողովուրդը, հավելել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նյու Յորք մետրոպոլիտեն շրջանի արձագանք հեռուստաընկերությունը նոր վեբսայթ ունի։ Հաճախելով արձագանk.tv.com կայքը կարող եք տեսնել մեր հաղորդումները աշխարհի տարբեր անկյուններից, լինի դա բջջային հեռախոսով թե համակարգիչով։ Կարող եք դիտել մեր հաղորդումները, ստանալ տարբեր տեղեկություններ եւ նորություններ։ Միևնույն ժամանակ կարող եք տեղադրել ձեր գովազդը կամ կլիպի տեսքով կամ ուղղակի բիզնես քարտը։ Քանզի ամեն շաբաթ հաղորդումները ուղարկվում են հազարավոր մարդկանց։ Արձագանքի հաղորդումները կարելի է փնտրել նաև YouTube-ով, Facebook-ով, Instagram-ով։ Արձագանքը աշխատում է ձեզ համար։ Վերջերս Աստանայում անցկացված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ԵԱՏՄ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն են ընդունել, հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նեղ կազմով քննարկվել է Եվրամիության անդամակցելու Հայաստանի Հանրապետության մտադրությունը։ Հայաստանի փոխվարչապետին էլ փոխանցվել է Ռուսաստանի, Բելարուսի, Ղազախստանի եւ Қырғызստանի նախագահների հայտարարությունը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Հայաստանի քաղաքացիների համար ճիշտ կլինի, եթե Երևանը հստակեցնի իր դիրքորոշումը Եվրամիությանը անդամակցելու հարցում։ Միանգամայն տրամաբանական կլինի հանրաքվե անցկացնել եւ հարցնել Հայաստանի քաղաքացիներին, թե որն է լինելու նրանց ընտրությունը։ Դրան համապատասխան ԵԱՏՄ-ն էլ իր հետևանքները կանի։ Ի վերջո, ինչից սկսվեց ուկրաինական խնդիրը, Ուկրաինայի Եվրամիությանը անդամակցելու փորձից, եզրափակել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ ԵԱՏՄ երկրների ղեկավարների քառակում հայտարարությունը ենթադրում է, որ միությունում Հայաստանի գտնվելու հետ կապված բոլոր նրբությունները պետք է մանրամասն ուսումնասիրվեն մինչև այս տարվա դեկտեմբեր ամիսը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ ԵԱՏՄ անդամ երկրների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ դեկտեմբեր ամսին նախատեսված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ներկայացվելու է զեկույց Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։
Նման փաստաթուղթ պատրաստելու որոշումը պայմանավորվել է Միության երկրների տնտեսական անվտանգության համար առկա լուրջ ռիսկերով, որոնք ըստ հայտարարության կապված են Հայաստանի Եվրամիությանը միանալու մտադրության հետ։ Արձագանք հեռուստաընկերությունը կազմակերպում է ճանապարհորդություն դեպի Հայաստան։ Ինչպես վկայում են նախկինում մեզ հետ ճամփորդածները, դուք կհանգստանաք թանկարժեք ու հարմարավետ հյուրանոցներում։ Ամեն օր կճաշակեք բազմատեսակ ուտեստներ առաջնակարգ ռեստորաններում, կվայելեք հայկական երաժշտությունը ու պարը։ Մեր շրջապտույտի շրջանակներում դուք կայցելեք Հայաստանի տեսարժան վայրերը, կհաճախեք թատրոններ և համերգասրահներ։ Մեզ հետ բոլոր պայմանները ստեղծված են ավելի գողտրիկ խմբով և ավելի ջերմ միջավայրում լավագույն հանգիստը անցկացնելու համար։ Զանգահարեք արձագանք հայկական հեռուստաընկերություն և վստահ եղեք, որ մենք ձեզ համար նախապատրաստել ենք Հայաստան մեկնելու լավագույն ճամփորդության ամենահարմարավետ պայմանները։ Ռուսաստանի Դաշնությունը հունիսի 2-ից սահմանափակել է Հայաստանի Հանրապետությունից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողի և այլ կորիզավոր մրգերի ներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ-ի մյուս երկրներ։ Ռուսսելխոզնադզորը հայտարարել է, որ արձանագրվել են հայկական մրգերի մատակարարումների ընթացքում խախտումների հաճախակիացած դեպքեր։ Նշվում է, որ նման դեպքերը վկայում են Հայաստանում գյուղատնտեսության նախարարության լուծարման հետևանքների մասին, որի լիազորությունները փոխանցվել են էկոնոմիկայի նախարարությանը։ Գերատեսչության կարծիքով ստեղծված իրավիճակը վտանգի տակ է դրել Ռուսաստանի և ԵԱՏՄ տարածքի բուսասանիտարական բարեկեցությունը, ինչպես նաև Ռուսաստանում արդյունաբերական, այգեգործության, պտղաբուծության և խաղողագործության պետական աջակցության ծրագրերի իրականացումը, ասվում է Ռոսսելխոզնադզորի հաղորդագրության մեջ։ Discover the magic of M-Video Photo. Looking for high-quality video and photo services for your event? At M-Video Photo, we combine exceptional quality with reasonable prices for a seamless experience. That's why you should choose us. Our talented team delivers seamless storytelling, creating personalized packages for your special moments. With over 5,000 happy clients and a perfect 5-star rating, we've been in business since 1996, creating unforgettable memories. We offer unbeatable prices with packages starting at just $495. From video and photo to drone, photo booth, live streaming, and displays, we've got all your event needs covered. Whether it's a wedding, christening, birthday, bar and bat mitzvah, and more. Serving New Jersey, New York, Connecticut, Westchester, Pennsylvania, we offer flexible pricing with no travel or rescheduling fees. Choose from a variety of products to fit your budget. Mix and match to create your perfect package. Contact us today and use the code FAMILY to save big and make your event unforgettable. Համաձայն օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթի Զանգեզուրի միջանցքը անպայման կառուցվելու է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի 31-րդ էներգետիկ ֆորումի պաշտոնական բացման արարողության ժամանակ։ Նա հայտարարել է, որ երկիրը շարունակում է բացել նոր տրանսպորտային միջանցքներ, ներդրումներ կատարելով երկաթուղային և ավտոմոբիլային ենթակառուցվածքներում։ Զանգեզուրի միջանցքը, որը կդառնա արևելք-արևմուտք միջանցքի ևս մեկ ճյուղավորում, անպայման կկառուցվի։ Համաձայն 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Միացյալ Նահանգների նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև ստորագրված փաստաթղթի, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հարգելի բարեկամներ, ինչպես գիտեք, Արձագանք հայկական հեռուստաընկերությունը ոչ շահութաբեր կազմակերպություն է, որը չի ֆինանսավորվում պետական կամ որևէ մասնավոր կազմակերպության կողմից։ Ձեր ֆինանսական օժանդակությունը մեր անկախության հիմքն է։ Նվիրատվությունների համար կարող եք օգտվել այս հղումից կամ գտնել մանրամասն տեղեկություններ նկարագրության մեջ։ Արձագանք հեռուստաընկերությունը ձեզ է ներկայացնում իր բազմապիսի ծառայությունները, պատրաստել վիդեոկլիպներ արվեստագետների, երգիչ երաժիշտների, մասնավոր բիզնեսների համար, որով կարող եք գովազդել ձեր գործունեությունը տարբեր տեղերում։ Արձագանքին կից գործողային վիդեոֆոտոստուդիոն նկարահանում է Հարսանյաց ծննդյան մկրտության և այլ անձնական տոնակատարություններ։ Վիդեո և ֆոտո պատրաստում է գեղեցիկ ալբոմներ, շնորհակալական քարտեր։
Արձագանքը սիրով կարող է շնորհավորել ձեր կյանքի հիշարժան իրադարձությունը իր հեռուստաէկրանից, հաճելի պահեր պատճառելով ձեզ եւ ձեր հարազատներին, այնպես որ հիշեք, արձագանքը իր բազմապիսի առաջարկներով սպասում է ձեզ։ Իսկ այցելելով www.amvideophoto.com կարող եք ծանոթանալ վերջին աշխատանքներին սինեմատոգրաֆի ոճում։ Այսքանով ամփոփում ենք մեր հաղորդումը, ամբողջական հաղորդումը կարող դիտել www.արձագանք.tv.com կայքում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։